Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ 5 տարի պաշտոնավարել է Արմեն Աբազյանը եւ հիմա հանգստանալու ժամանակն էր։ Պնդեց, որ որևէ հանձնարարական կատարելուց չի կարող որևէ մեկը հրաժարվել իր հանձնարարականը կատարելուց։ Նախ դուք ինչպես եք գնահատում Աբազյանի ազատումը եւ արդյոք կարծում եք, որ ուղիղ կապ ունի երեկվա իրադարձությունների հետ, տեսնում եք այդպիսի կապ եւ երկրորդ հարցը, պարոն Խաչատրյան, Եթե 5 տարի պաշտոնավարումով է պայմանավորված հոգնել չօգնելը եւ հանգստանալու անհրաժեշտությունը, ապա Նիկոլ Փաշինյանը ինքը պաշտոնավարում է 7 տարուց ավել։ Եվ դրանից բացի եղել է նաեւ ակտիվ ընդդիմադիր պատգամավոր, կարծում եմ հանգստանալու անհրաժեշտությունը առաջի հերթին իրեն է վերաբերվում։ Կապը տեսնում եք, անկասկածից կա որևէ մեկը, որը կապ չի տեսնում։ Այսինքն ես չգիտեմ, հասկանաք, չէ՞ որ վարչապետ եւ ազգային անվտանգության ծառայության պետ հարաբերությունները հրապարակային չեն եւ ես որևէ բան չեմ կարող ասել։ Որևէ դժգոհություն գոնե հանրային տիրույթում ազգային անվտանգության ծառայության աշխատանքներից չի հնչեցվել եւ չգիտեմ ինչի անկարծ որոշվեց, որ Արմեն Աբազյանը հոգնել է պետք է գնա։ Ակնհայտ է, որ թե ոստիկանապետի փոփոխությունը, թե ԱԱԾ տնօրենի փոփոխությունը պայմանավորված են թե ներքաղաքական եւ չեմ բացառում նաեւ արտաքին քաղաքական հանգամանքներով։ Հիշեցնեմ, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Իրանի հետ ճանապարհը կարող է ամեն վայրկյան փակվի եւ որպես փրկողակ ինքը առաջարկել էր թուրքերի հետ հարաբերությունները կարգավորել նշանակում է թուրքերի բոլոր պահանջները անմռունչ կատարել եւ վաղը չեմիսօրը Անկարա գնալը նաեւ պետք է դիտարկել այդ համատեքստում եւ ինքը հասկանում է, որ գնում է Անկարային ոչ թե ինչ որ մի բան առաջարկելու անձնատվությունից բացի, այլ գնում է Անկարա, միակ բանը, որը կարող է առաջարկել, անձնատվությունն է, կապիտուլյացիան պետական մակարդակով ոչ թե իր անձի, եւ հասկանում է, որ դա կարող է երկրի ներսում դժգոհության ալիքը ել ավելի բարձրացնել, այնպես որ ես չեմ բացառում, որ այս պաշտոնաթողությունները Կարողները ներկայացում են ոչ հրապարակային եւ հետեւաբար ես չեմ կարող ասել, որ պահանջին է ինքը ենթարկվել, որ պահանջին չի ենթարկվել։ Բայց պարզ բանականությունն ասում է, որ նման հանգամանքներում զուտ պատահականություններ եւ ՀԱԱՑ տնօրենի առողջության վերաբերյալ մտահոգություններով պայմանավորված լինել չեն կարող։ Փաշինյանը նաեւ հստակ հայտարարում է, որ պետականացնելու են էլեկտրական ցանցերի ընկերությունը եւ քիչ առաջ նաեւ պնդեց, որ ինչ որ նախագիծ կա արդեն ազգային ժողովում падգամավորները իշխանականն աշխատում են դրա վրա։ Ես կուզեի դուք բացատրեիք ընթացակարգը Հայաստանում որևէ հիմնարկություն ընկերություն ազգայնացնելու ինչ մեխանիզմներ կան եւ դուք ինչպես եք գնահատում Նիկոլ Փաշինյանի այս գործողությունները, ինչ եք կարծում սա ինչ հետևանքներ եւ ինչ հանգրվանի կարող է հասցնել։ Իսկ կորենզրական ինչ մեխանիզմներ կար, երբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր սեփականատերը իր բաժնետոմսերի քառորդը նվիրաբերեց կառավարությանը։ Ինչ մեխանիզմներ կային, որ Ամուլսարը Լիդիանը իր բաժնետոմսերի մի մասը նվիրաբերեց կառավարությանը, կամ ինչի Վիվասելի Արքուվաճառքի գործարքը թույլատրվեց, երբ ընկերությունը իր բաժնետոմսերի մի մասը նվիրաբերեց կառավարությանը։ Եվ իդեպ այս կասկածահարույց նվիրաբերություններն են պատճառը կամ պատճառներից մեկը, որ մենք ունենք ոչ թե օտարերկրյա ուղղակի ներդրումների աճ Հայաստանի տնտեսությունում, այլ ընդհակառակը մենք ունենք կապիտալի փախուստ։ Օրենսդրական հիմքեր պետությունը չի ստեղծում, եթե բացենք մեր օրենսդրությունը, ազգայնացում կամ պետականացում եզրույթը սահմանված չէ։ Եթե պետությունը ցանկանում է մասնակցություն ունենալ ձեռնարկությունների կառավարման մեջ, ապա կարող է ձեռնարկությունների բաժնետոմսերը գնել շուկայական արժեքով
բաժնետերերի հետ համաձայնությամբ։ Ուրիշ մեթոդ, իսկ երբ որ ասում է օրենսդրական, այսինքն օրենսդրական այդ հիմքն են, հա, փաստորեն ստեղծում պարոն Խաչատրյան։ Կարող է նման կարող է օրենսդրական հիմք ստեղծեն, որ վեհապար հայրապետի նշանակումն էլ վերապահվի քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության։ Իսկ դրա հետևանքն ու հանգրվանը ինչի կարող է հանգեցնել այս հեծի շուրջ գործընթացը, եթե իսկապես ինքը ասում է արդեն կոնկրետ գործողությունների է։ Մենք ունենալու ենք բիզնես միջավայրի էական վատթարացում, մենք ունենալու ենք կապիտալի արտահոսք։ Այս պայմաններում, երբ մեր տնտեսությունը այդ 5-9%-ը, որը նկարել են, բացառապես կախված է արտածին գործոններով, եւ տնտեսությունը ինքը արդյունք չի գեներացնում, մենք ունենալու ենք ել ավելի վատթար իրավիճակ։ Եվ ի դեպ այս լիրիկական շեղումները հարկերի կարևորության վերաբերյալ դրանք հիմք են նախապատրաստում հարկային մամլիչը ել ավելի սխմելու համար, որովհետեւ իրենց ղեկավարության օրոք տնտեսությունը չի աճում։ Տեսեք, հեծի հետ կապված Նիկոլ Փաշինյանը եւ իշխանությունը դժգոհում են, որ ընդհանրապես լավ չեն աշխատում, այսինքն հիմք կարող է լինել, որ այդ ընկերությունը լավ չի աշխատում, քաղաքացիները դժգոհում են եւ այդ հիմքով իշխանությունը նախաձեռնի նման գործընթաց։ Եթե լավ չի աշխատում, նշանակում է պայմանագրի ինչ որ կետ խախտվում է, չէ՞, լավ չաշխատելը ճաշակի հարց չի։ Այսինքն կա պայմանագիր եւ պայմանագրի կետի չկատարումը կարող է դժգոհության պատճառ դառնալ եւ պետք է նայել դժգոհության արկայության դեպքում կողմերը պայմանագրով նախատեսված ինչ քայլեր են կատարել։ Ցայժմ ես դժգոհության եւ պետության եւ բաժնետիրոջ միջև որևէ բանակցությունների մասին տեղյակ չեմ։ Եվ այդ դժգոհությունը հանկարծ կիզակետվեց հենց այն պահին, երբ Սամվել Կարապետյանը իր անվերապահ աջակցությունը հայտնեց Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն։ Կլինեն իհարկե մարդիկ, որոնք այդ հեքիաթին կհավատան, բայց կարծում եմ այդ մարդիկ հիմնականում նախադպրոցական տարիքի պետք է լինեն։ Ժամկետը շուտով ավարտվել է, բայց խնդիրները մնացել են տեղում, նշանակում է, որ պետք է լուծումներ լինեն։ Ուրեմն պետք է նամակագրությունը լիներ, այդ ժամկետ տալը լիներ եւ տեսնել, թե պայմանագիրը այդ երկու սուբյեկտների միջև ինչ քայլեր է նախատեսում։ Ես անկեղծ ասած շատ կկասկածեմ, եթե այնտեղ լինի, եթե ես դժգոհ եմ, ուրեմն սեփականատիրոջից բաժնետոմսերը պետք է ազգայնացվեն։ Պարոն Խաչատրյան, երեք տեղեկություն տարածվեց, որ ամեն դեպքում Թուրքիայի այցի հետ կապված ըստ 24 նույնի աղբյուրների, այսպես Փաշինյանը հասկացել է, որ սահմանադրություն չի կարող փոխել, այդ վարկանիշը չունի կամ այդ լուրջ խնդիրներ կառաջանա երկրում եւ այսպես փոխանակել է եկեղեցու դեմ արշավով։ Դա իրատեսական համարում եք հաշվի առնելով այն այսպես զուգահեռ Ադրբեջանից հնչող այսպես գնահատականները երեկվանից արդեն եկեղեցու դեմ արշավից հետո սկսել են հիմա Սամվել Կարապետյանին ադրբեջանական ԶԼՄ-ներում Ամենևին չեմ բացառում, որովհետև եկեղեցու դեմ այս կիսալուսնյաց արշավանքը սկսվեց Շվեյցարիայում վեհապար հայրապետի եւ Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսի համատեղ կազմակերպված խորհրդաժողովից հետո, երբ մարդիկ ուղղակի իրենց բողոքը բարձրացրեցին Արցախի հանրապետությունում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացման վերաբերյալ, ինչը ակնհայտորեն դուր չի եկել թե Ալիևին եւ թե Փաշազադեին, եւ Փաշինյանը որոշել է ուղղակի ենթարկվել Ալիևի դե Փաշազադեն այնտեղ ինքնուրույն գործոն չէ, պահանջներին։ Ինչ վերաբերում է սահմանադրության փոփոխության հետ, ամենևին չեմ բացառում եւ պարզ է, թե սահմանադրությունը չես փոխում, կամ ասում ես դժվարություն կա, փոխարենը ինչ որ մի բան պետք է առաջարկես։ Այնպես որ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ այս արշավանքը չեմ բացառում, որ դրա հետ կապված լինի, բայց կարծում եմ թուրքերի ախորժակը շատ ավելի մեծ կլինի։ Խաչատրյան պաշտոնական Մոսկվան երեկվա բավականին ակտիվ է Սամվել Կարապետյանի հետ կապ ունեցող այս իրադարձություններին, արդյոք սա որևէ կերպ չի խոչընդոտի նաև հայ-ռուսական հարաբերություններին, հատկապես հիմա, երբ մենք աշխարհաքաղաքական այն վիճակում ենք, որ ասում են, որ Հայաստանը կարող է երրորդ կողմից է փակ սահման ունենալ Իրանի հետ կապված, այսինքն մի դեպի Վրաստան ելք ունենում, Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացում են։ Դեպի Վրաստան մեր ելքը Դե ամեն դեպքում ունենում ենք։
Ամեն դեպքում ունեն։ Այո, մենք դրա համար ես դեպ դրանից սկսեցի, չէ՞, Փաշինյանն ինչ էր ասել 18 թվականի հոկտեմբերին Բոյթունի այցից հետո, որ հնարավոր է Պարսկաստանի հետ, Իրանի հետ սահմանը դե ֆակտո փակվի, եւ դրա համար մեր հարցերը պետք է կարգավորենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Հիմա էլ Վրաստանը իշխանությունները հաջողացեցին նաեւ հարաբերությունները Վրաստանի հետ փչացնել։ Միգուցե դա էլ պատահական չի, որ ժողովրդին գան եւ ասեն, տեսնում եք, որ ինչ ճար չունենք, չէ՞, վերջիպես իրանց այս բոլոր զիջումները իրանք արդարացնում են, ճար չունենք, եթե սա չլինի, կլինի պատերազմ։ Այս մարդիկ բանակցությունների նկատմամբ խիստ յուրահատուկ մոտեցում ունեն, իրենց համար կամ-կամի տարբերակն է, հասկան, 0 գումարով խաղում է, կամ զիջում ես, կամ ամբողջովին հասնում ես քո նպատակին, ինչի մասին իդեպ անթափույց խոսեց Արարատ Միրզոյանը հանձնաժողովում քննարկման ժամանակ։ Ասես դե բանակցություններ, հա, վերջապես կողմերից մեկը պետք է զիջի, փոխզիջում իրանք չեն հասկանում, եւ եթե չեն կարողանում դիմացինին Թուրքիայի կամ Ադրբեջանին բանակցություններով պարտադրել իրենց լուծումը, ինչը ակնհայտաբար չեն կարողանում, ուրեմն ասում են բնական տարբերակը ամբողջովին ազնատության գնալն է։ Հենց նոր փաստաբանը տարածել է լուրը, որ Ղարաբաղի մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար, Հաուկալանքի միջնորդություն է ներկայացվել։ Ես ուզում հասկանամ, ո՞րն էր իշխանություն զավթելու հրապարակային կոչը։ Վերջին նախադասությունը, Որ եթե քաղաքական ուժեր օրինակ չկարողանան ներկայացնել, մենք մեր Դե գիտեք, հասկացա, բայց դրա մեջ արդյոք իշխանության զավթելու կոչ կար, արդյոք դրա մեջ սահմանադրական կարգի տապալման կոչ կար։ Հիմա իշխանություն ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ ասում են պետք է Նիկոլ Փաշինյանը գնա հանգստանալու, որովհետև 7 տարի է տանջվում տառապում է, դա նշանակում է, որ այս իշխանազավթման կոչ եմ անում։ Պարոն Խաչատրյան, նախ դուք ինչպես եք մեկնաբանում այն, որ Սամվել Կարապետյանն ասում է թքած ունեմ հեծի վրա, դա արդյոք Ես կարծում եմ Սամվել Կարապետյանը ունի իր մամուլի խոսնակը եւ մամուլի խոսնակը ներկայացի չկարող է մեկնաբանել։ Չեմ կարող 3 միլիոն մեր հայրենակիցների արտահայտությունը մեկնաբանել, բայց կարծում եմ Սա վիրավորական չէ, բայց աշխատակիցների նկատմամբ։ Բայց կարծում եմ, որ համատեքստը լրիվ այլ բանի մասին էր, այսինքն ինչ չեք կարող լրացնել սեփականության նկատմամբ ոտնձգությունների միջոցով։ Եվ որ Կնկաձև կա բովանդակություն, կարծում եմ բովանդակությունն ավելի կարևոր է։ Եվ որ նշում է մեր ձևով, հա, դա դուք ինչ եք կարծում, որը կարող է լինել պարոն Կարապետյանի կողմից։ Ես կարծում եմ պարոն Կարապետյան այդ հարցին պետք է պատասխանելու հնարավորություն տրվի։ Ես հույս ունեմ ինձ բազմաթիվ բաներ են հետաքրքրում, բայց քանի դեռ հետաքրքրասիրությունս բավարարված չի, հարցին պատասխանել չեմ կարող, այսինքն դուք ասում եք ինքն ինչ է մտածում։ Ես հետո չեմ խոսել եւ հետեւաբար չեմ կարող պատասխանել։ Դա ուժային գործողություն կարող է լինել։ Խոսեք պարոն Կարապետյանի հետ, ես ինչ իմանամ ինքը ինչի նկատի ունեցել։ Ես չեմ գոռում, դուք որտեվ հարցից երրորդ անգամ եմ պատասխանում մի հարցին։ Պարոն Կարապետյանը ինքը կարող է պատասխանել իր հարցերի համար։ Պարոն Խաչատրյան, եթե մինչև այս պահը դուք ասում եք որևէ Հայաստանում որևէ օրենսդրական հիմք չկա։ Իդեպ ներողություն նախորդ հարցերից մեկին միջպետական հարաբերությունների վատթարացման վերաբերյալ ես կարծում եմ պետք է Հայաստանի իշխանությունները օրինակ վերցնեն այլ երկրներից, մասնավորապես այս պարագայում Ռուսաստանին, եւ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին հայտնվում է անազատության մեջ, նա դեմ քրեական վարույթ են սկսում, ապա պետության պարտավորությունն է իր քաղաքացու անվտանգության մասին հոգալը։ Եվ պարոն Խաչատրյան, եթե հիմա չկա որևէ օրենսդրական մեխանիզմ, որը կտա գնալ այդպիսի քայլի, ինչ-որ բիզնես պետականացնել, սա արդյոք նշանակում է, որ մինչև այս պահը Նիկոլ Փաշինյանի եղած արված գրառումներն ու հայտարարությունները դրանք նաև իր կարգավիճակից չբխող կամ կարգավիճակին հակասող եւ ոչ օրինական գործողություն։ Գիտեք, իր կարգավիճակը բնորոշում է սրա, իր կարգավիճակը պահանջում է ստեղծված արտաքին մարտահրավերների պայմաններում Ադրբեջանի անմիջական ագրեսիայի ռեալ վտանգի պայմաններում մտածել երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու համար, իսկ դրա համար անհրաժեշտ է հասարակության մոբիլիզացիա։ Ինքը հակառակն է անում, հերթական անգամ պառակտում է հասարակությունը երկիրը դարձնելով խոցելի արտաքին թշնամիների համար։ Չմոռանանք, որ թե 20 թվականի
երբ աշխարհը զբաղված էր COVID-ով, թե 23 թվականին, երբ աշխարհը զբաղված էր Գազայով, թշնամին ներխուժեց Արցախի հանրապետություն, օգտվելով այդ աշխարհի այլ հարցերով սևեռված լինելուց, այսինքն կա ռեալ ռիսկ, իսկ ինչ ենք մենք տեսնում ենք հերթական հարձակումը Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ եւ հարձակումը բոլոր նրանց վրա, ովքեր աջակցում են եկեղեցին։ Խաչատյան, իր գրառումները, իր հայտարարությունները, իր պնդումները, որ պետք է անենք, սա եւ վերջ առանց մեխանիզմների, այս սա ինչպես կբնորոշեք։ Դե քաղաքական խնդիր է դնում, հետո տակը մի բան կմտցնի, հետո երկարում ինչ ճիշտ չեք հասկացել։ Օրինականության հետ կապված խնդիրներ։ Ես կարծում եմ այդ կոչերը, իշխանազանցության կոչերը եւ իրավապահ մարմինները պետք է դրան արձագանքեն։ Մասնավորապես եկեղեցու նկատմամբ, դա իսկ համանդրական լիազորություններից չբխած գործառույթները, չբխող գործառույթները։ Այս պահին առնվազն։ Այս պայդրությամբ ես ելի եմ ասում, չկա օրենսդրական հիմք, բացեք օրենսգիրքը։ Խնդիրն ուրիշ է, եթե կա պայմանագիր, այդ պայմանագիր վստահ եմ կա պայմանագիր։ Վստահ եմ այդ պայմանագրով կա կողմերի իրավունքներ ու պարտավորությունները։ Եվ կողմերի իրավունքներն ու պարտավորությունները սահմաններողություն պայմանագիրն է այն շրջանակը, որտեղ պետք է բաժնետիրոջ, այսինքն օպերատորի եւ պետության միջև վեճերը լուծվեն։ Կարծում եմ դա բավականաչափ երկար process է, արբիտրաժ է ենթադրում եւ այլն։ Եվ իսկ ինչ անում Հայաստան դաշինքը Նիկոլ Փաշինյանի այս գործողությունները եւ առհասարակ բոլոր տեսակի գործողությունները, որոնք իր բնորոշմամբ նկատում են ձեր դիմության բնորոշմամբ ապազգային են, չեն բխում պետության շահից հեռացնելու։ Բացի հայտարարություն տարածելուց իհարկե եւ մեկը 2026-ի ընտրություններին սպասելուց։ Թույլ կտակ ձեր հարցը լրացնեմ, պարոն Խաչատրյան, օրերս տեղի է ունեցել ԵԴ Հայաստանի կառույցի գերագույն հավաքը, այո, եւ հայտարարություն եք տարածել, որում մասնավորապես նշված է, որ գործող վարչակումը իր քաղաքականությամբ համայն Ես տեղակ եմ հայտարարություն։ Նաեւ այդ հայտարարության մեջ նշել եք, որ Հայաստանի Ես տեղակ եմ հայտարարությանը շարունակելու ազգային դիմադրության պայքարի պաշտպանություն հայ ժողովրդի հավաքական իրավունքների եւ ինքնիշխանության վերահաստատման խնդրում եմ մեկնաբանեք ինչ նկատի ունեք Ես կարծում եմ, որ դրանից ասում թե կարծեմ, դրանից պատասխանում դեռ հարց։ Դրանից անմիջապես հետո Հայաստանի կառույցի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը բավական ընդարձակ մամուլի ասուլիս է տվել եւ բոլոր այդ հարցերին անդրադարձել է։